Սիրելի եկեղեցի եւ բոլոր նրանք, ովքեր որ մեզ առցանց հետևում են, ողջույն բոլորիս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ասելով Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Ողջույն է հայտնությունը Քրիստոսի։ Այսօրվա Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է ժամանակն է սпасելու մսուրից դեպի երկրորդ գալուստ։ Եվ այո, սիրելիներ, երբ որ խոսում ենք սպասումի մասին, սպասելու մասին, մենք գիտենք, որ շատ ժամանակ սպասելը այդքան հեշտ եւ հաճելի բան չէ, որովհետեւ այն սպասման մեջ մեծ համբերատարություն է պահանջում յուրաքանչյուրիցս։ Այո, խոսում ենք սպասելու մասին, սակայն սպասելը հաճախ այդքան էլ հեշտ չէ, մանավանդ երբ չգիտես երբ եւ որ ժամին պիտի լինի քո հանդիպումը, կամ երբ պիտի լինի քո ցանկության իրականացումը, կամ գործը երբ իր հաջողությանը պիտի հասնի։ Մեր կյանքում սպասելը սովորական բան է։ Սպասում ենք հյուրերի, սպասում ենք աղոթքի պատասխանի, սպասում ենք կյանքի փոփոխության, սպասում ենք մեր նպատակների իրականացման, սպասում ենք զավակ ունենալուն։ Բայց կա նաև սիրելիներ այլ սպասում, որը նպաստում է մեր կյանքի ճիշտ ընթացք ունենալու եւ մեր կյանքի ճիշտ կառուցմանը, եւ դա Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումն է։ Տեր Հիսուս Ղուկաս ավետարան 12-րդ գլուխ 35-ից 40 համարներում խոսում է մարդկանց պատրաստ սրտերի մասին, ովքեր հավատարմությամբ պիտի սպասեն Տիրոջ երկրորդ գալստյանը։ Հրեաները սպասում էին Մեսիային, բայց շատերը չճանաչեցին նրան, երբ նա աշխարհ եկավ ծնվելով եւ դրվելով մսուրի մեջ։ Եվ այժմ Հիսուս զգուշացնում է մեզ բոլորիս, որ երկրորդ գալստյանը մարդիկ չկրկնեն այս նույն սխալը։ Սուրբ ծնունդը միայն անցյալում տեղի ունեցած պատմություն չէ։ Այս սկիզբն է մի ճանապարհի, որը տանում է ոչ միայն դեպի խաչ ու հարություն, այլ դեպի Քրիստոսի երկրորդ գալուստ։ Եթե մսուրը Աստծո խոնարհ գալստյան նշանն է, ապա երկրորդ գալուստը լինելու է նրա փառավոր վերադարձը։ Եվ այս երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակը կարող են կոչել սպասման ժամանակ, որտեղ Աստծո զավակները, Աստծո ծառաները խոնարհությամբ եւ հավատարմությամբ պատրաստվում են Տիրոջը դիմավորելու։ Սիրելիներ, քրիստոնյայի կյանքը Սուրբ ծննդից մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը դառնում է արթուն, պատրաստ եւ հավատարմորեն սպասումով մի կյանքի ընթացք, ոչ թե մի կյանքի պահ, այլ մի ամբողջ կյանքի ընթացք։ Սա ճանապարհ է, սա ուղղություն է, որտեղ որ հարատետ հավատարմություն է պահանջվում յուրաքանչյուրիցս։ Սիրելիների, քարոզը բաղկացած է 3 կետից, եւ առաջինը խոսելու ենք Սուրբ ծննդյան մասին, Տիրոջ գալստյան սպասման մասին։ Եվ Եսայա մարգարեություն 9-րդ գլուխ 6-ից 7 համարներն ասում է. լսենք Աստծո խոսքը ուշադրությամբ, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը իր ուսերի վրա կլինի, եւ կկոչվի սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Նրա իշխանության տարածմանը ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա եւ նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի եւ ամրացնի իրավունքով ու արդարությամբ այժմվանից մինչև հավիտյան զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։ Եվ այս հատվածից ձեր ուշադրությունը պիտի ներկայացնեն նախանձախնդրությունը։ Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։ Ինչ է նշանակում նախանձախնդրություն ըստ այս տեքստի։ Նախանձախնդրությունը դա գործնական եռան դեպի նպատակի իրականացումը։ Այն խորը սեր է ուղղված դեպի ժողովուրդը եւ հաստատուն հավատարմություն իր խոսքին, իր որոշմանը
եւ իր ընթացքի։ Այս բառը Սուրբ գրքում կիրառվում է, երբ Աստված պաշտպանում է իր փառքը, հավատարիմ է իր ուխտին եւ երբ եռանդով գործում է իր ժողովրդի փրկության համար։ Այո, զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։ Ինչ է շեշտում Եսայա մարգարեն այս հատվածում։ Նա ընդգծում է 3 կարևոր ճշմարտություն, 3 կարևոր բան։ Եվ առաջինը Աստծո տված խոստումը հաստատ է։ Այսինքն Տերը խոստացավ եւ Տերը պիտի կատարի։ Մեսիայի թագավորությունը կախված չէ մարդկային թելադրանքից, նրա տված պայմաններից, մարդու մտքից, կամքից կամ քաղաքական որևէ հանգամանքներից կամ իրավիճակից, այն իրականացվելու է, որովհետև Աստված անձամբ է կանգնած իր փրկagorցության խոստման հետևում։ Երկրորդ բանը Աստված ինքը գործող սուբյեկտ է։ Ոչ թե մարդիկ պիտի հաստատեն Դավթի գահը, թագավորությունը, այլ Աստծո նախանձախնդրությունն է դա կատարելու։ Մարդու կողմից դրված թագավորությունը ունի ժամանակ եւ այս սահմանափակ է։ Թագավորություններ եկել են եւ թագավորություններ գնացել են։ Թագավորներ բարձրացել են գահին եւ թագավորներ ընկել են գահից կամ հեռացել են գահից։ Իսկ Աստծո դրած թագավորությունը սա հավիտենական թագավորություն է։ Եվ այո, մենք կանգնած այս իրականության առջև ինքներս մեզ հարց ենք տալու. ո՞ր թագավորության քաղաքացի ես, ո՞ր թագավորության ես պատկանում։ Արդյոք միայն այս աշխարհի թագավորությանը, թե Տեր Հիսուս Քրիստոսի թագավորությանը, որը որ վերջ չունի։ Եվ երրորդը, սա սիրո եւ արդարության նախանձախնդրություն է։ Աստված նախանձող Աստված է իր ժողովրդի փրկության համար, իր խոստումների իրականացման համար եւ իր որդու հավիտենական թագավորության համար։ Այս նախանձախնդրությունը իր գագաթնակետին հասավ Հիսուս Քրիստոսի ծննդով, ծառայության, խաչով եւ հանության։ Աստված չթողեց, որ մեղքը, մահը կամ խավարը խափանեն իր ծրագիրը, որը ուղղված է մարդկության փրկության համար։ Մեսիայի ծնունդը դա պատահականություն չէ, այլ Աստծո եռանդուն եւ հաստատուն կամքի իրականացում էր։ Հաջորդ բանը, որ խոսելու ենք վկայության մասին։ Այո, Եսայան իջեք Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը մոտավոր 600 տարի առաջ մարգարեացավ։ Սակայն գալով նոր կտակարան Հովանու ավետարան առաջի գլխի մեջ մենք լսում ենք Հովանես Մկրտչի վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ով ասում է հետևյալը. Հաջորդ օրը Հովանեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ ու ասաց. Եվ հիմա տեսեք Հովանես Մկրտչի արձագանքը եւ ասաց. ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Ահա Աստծո գառը։ Այս հատվածում նաև մենք տեսնում ենք հետևյալը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ Հովանես Մկրտչի մասին ասվում է հետևյալը, որ նա չէր Մեսիան, նա չէր Քրիստոսը, այլ նա մեկն էր, ով մատնացույց էր անում, թե ով է Տեր Հիսուս Քրիստոսը։ Այո, նաև մենք էլ Սուրբ Ծննդյան այս իրականության առջև կանգնած, մենք էլ մատնացույց պիտի անենք ցույց տալով, թե ով է Քրիստոսը։ Սակայն ով կարող է մատնացույց անել եւ ցույց տալ, թե ով է Քրիստոսը, եթե ոչ նա, ով անձամբ ճանաչում է Տեր Հիսուս Քրիստոսին, ով գիտի, թե ով է նա, ում կյանքը կապ ունի ավետարանի հետ, եւ նա ճանաչում է Քրիստոսին ոչ թե ենթադրություններից ելնելով կամ ուրիշների պատմությունից ելնելով, այլ ճանաչում է, որովհետև ավետարանից սովորել է, թե ով է նա, ինչպիսի մեկն է նա, եւ ասում է, ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Ինչ է Սուրբ Ծնունդը, սիրելիներ, եթե ոչ մեղքից ազատագրում, եթե ոչ վերադառնալ դեպի Հիսուս Քրիստոս, եթե ոչ կյանքի նորոգություն եւ կյանքի ճշմարիտ փոփոխություն,
եթե ոչ ապաշխարություն։ Եվ նաև Մարկոս ավետարանի մեջ մենք տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի քարոզը, ինչ էր քարոզում նա։ Մարկոս առաջի գլուխ 14 եւ 15-րդ համարներն ասում է. Հովհաննեսին մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը ու ասում. Լրացել է ժամանակը եւ մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեք ու հավատացեք ավետարանին։ Ամեն։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի քարոզն էր եւ վկայությունը։ Ինչ էր անում նա։ Մոտեցել է Աստծո թագավորությունը, հասել է ժամանակը, ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Սուրբ ծննդյան կարևոր պատգամը սա է, որովհետեւ մենք անդադ ինքներս մեզ եւ նաեւ մեր շուրջը գտնվող մարդկանց հիշեցնենք, կրկին ու կրկին հիշեցնենք, որ Սուրբ ծնունդը դա առած սեղանների շուրջ հավաքված իրավիճակը չէ, որտեղ գեղեցիկ բարեմաղթանքներ ու կենացներ ենք ասում։ Սա մի իրականություն է, որ մեկս մյուսիս եւ մեր շուրջը գտնվող անձանց պիտի հիշեցնենք, որ մոտեցել է ժամանակը, ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-րդ համարն ասում է. Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Այո, մենք պիտի լինենք այն մարդիկ, ովքեր որ կասեն իր շուրջը գտնվող մարդկանց, հոգնած ես, բեռնավորված ես, տառապանքի մեջ ես, անմխիթար ես։ Մեկը կա, ով կարող է քո բեռը վերցնել, քո բեռը կրել, քեզ մխիթարություն տալ, քեզ քո ընկած տեղից բարձրացնել։ Եվ այդ մեկը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուզում ես փոփոխություն կյանքիդ մեջ, ուզում ես նորոգություն կյանքիդ մեջ, ուզում ես կյանքդ սկսել նորովի, մոտեցիր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա է, ով քո բեռը վերցնելու է քո վրայից։ Նա է, ով քո կյանքի ծանրությունը, մեղքից թողած ծանրությունը նա կարող է վերցնել։ Այո, մենք լսեցինք Տեր Հիսուս Քրիստոսի կողմից պատգամը, ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Սակայն կարևոր նաեւ մեկ բան եւս կա, եւ սա ընտրությունն է, մեր արձագանքը։ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 15 եւ 16 համարներն ասում է. ապա նրանց ասաց. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Եվ շարունակում է ասելով. ով հավատա եւ մկրտվի կփրկվի, իսկ ով չհավատա կդատապարտվի։ Այս հատվածը մեզ կանգնեցնում է ընտրության առջև։ Արդյոք կհավատաս։ Եվ այդ հավատքիդ համահունչ, որպես վկայություն, մկրտությամբ կհաստատես քո քրիստոնյա լինելը, քո Աստծո զավակ լինելը, թե քո անհավատությամբ պատճառաբանություններ կբերես եւ կհեռանաս նրանից։ Սիրելիներ, երբեմն մարդիկ մտածում են, որ Քրիստոսին մերժելը դա բառացի բարձրաձայն ասելն է. ես մերժում եմ քեզ կամ չեմ հավատում։ Ոչ։ Շատ ժամանակ շատ մարդիկ բարերով չէ, որ հրաժարվում են, այլ իրենց ապրած կյանքով, իրենց ամենօրյա կենցաղի մեջ կատարած որոշումներով շատ ժամանակ մերժում են Քրիստոսին։ Եթե Տեր Հիսուսի առաջին գալուստը եղավ մսուրի մեջ, ով իր հետ բերեց հաշտություն Հայր Աստծո հետ եւ հավիտենական կյանք, ապա հարց է առաջանում. ինչպես պիտի ապրենք մենք մինչև նրա երկրորդ գալուստը։ Երկրորդ հատվածը կարոզի հոգևոր արթուն վիճակի մասին է խոսում, սպասում Տիրոջ փառքով գալստյան։ Ղուկաս ավետարան 12-րդ գլուխ 35 եւ 36 համարներն ասում է. թող ձեր գոտիները մեջքերնիդ կապած լինի եւ ճրագները վառ պահած։ Գոտին կապած նշանակում է հետեւյալը. պատրաստ լինել գործի անցնելու եւ հանձնարարություն կատարելու։ Եվ կուզենամ, որ քննենք ամեն մեկս։ Արդյոք մենք պատրաստ կանգնած ենք գոտիներները կապած, պատրաստ կանգնած ենք
հանձնարարություն կատարեին, Աստծո տված հանձնարարությունը կատարեին, նրա կամքը կատարելու մեր կյանքի մեջ։ Հաջորդը պատրաստ լինել ճանապարհ գնալու, հաջորդը պատրաստ լինել ծառայություն մատուցել։ Սա դա է նշանակում։ Ջրակը վառած սպահելը նշանակում է հավատը կենթանի եւ տեսանելի պիտի լինի։ Եվ սա գաղափարախոսություն կամ փիլիսոփայություն չէ, այլ ամենօրյա կյանք եւ ճշմարտություն, որը պիտի դրսևորվի մեր կենցաղի մեջ, մեր որոշումների մեջ, մեր խոսքի, կեցվածքի, միմիկայի, մեր ամբողջ կյանքը պիտի ցույց տա, թե մենք ով ենք եւ ում ենք պատկանում։ Եվ դա պարզապես խոսքեր պիտի չլինի, այլ որոշում, կյանք եւ ճշմարտություն։ Ջրակները վառած պահելը նշանակում է աղոթքը շարունակական եւ ոգևորությամբ պիտի լինի։ Սիրտը Աստծո խոսքով լուսավորված պիտի լինի։ Սիրելի եկեղեցի, Սուրբ Ծնունդը դա գիշերը կամ ցերեկվա մեջ վառած մոմերը չէ։ Դա Տեր Հիսուս Քրիստոսն է, որպես միակ ճշմարիտ լույս եկավ աշխարհ։ Ինչ օգուտ, սիրելիներ, այն մոմերից, որ կվառենք, սակայն մեր սրտերի մեջ կլինի խավար։ Ինչ օգուտ այն մոմերից, երբ որ դուք կվառեք եւ կտանեք ձեր տուն, այն դեպքում, երբ որ ձեր սրտի մեջ Տեր Հիսուս Քրիստոս լույսը չկա։ Ուրեմն իմաստ չկա այս մոմերից, երբ որ դուք կվառեք որպես խորհուրդ տանելու ձեր տունը, այլ իմաստ կլինի այն ժամանակ, երբ որ Քրիստոս Հիսուս ունենաք ձեր սրտի մեջ, որպես ձեր Տերը, որպես ձեր Աստվածը, եւ այս ամենը մեկ կարևոր նպատակի համար, հոգեորապես լինել պատրաստ, սпасելով Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, եւ այս սпасումը պիտի լինի աշխատասիրությամբ, արթուն հոգևոր կյանք ապրելով եւ պատրաստ լինելով թե պաշտպանվելու համար, չարից պաշտպանվելու համար եւ թե համարձակ ավետարանը քարոզելու համար։ Հաջորդը սпасում որպես հավատարմության նշան։ 36-րդ համարն ասում է. եւ դուք այն մարդկանց նման եղեք, որոնք իրենց տիրոջն են սпасում, թե նա հարսանիքից երբ կվերադառնա, որպեսի երբ գա ու դուրը բախի, իսկույն բացեն նրա համար։ Տերը հարսանիքից պիտի վերադառնի։ Սա ցույց է տալիս, որ նրա ուշացումը չի նշանակում, որ նա անտեսում է, մոռանում է, այլ նա գործում է իր կամքի համաձայն եւ իր դրած ժամանակի համաձայն։ Հավատարիմ ծառան մնում է նույն հավատարիմը անկախ նրանից, Տերը շուտ է գալու, թե ուշ է գալու։ Մեր գործը հավատարմության սпасելն է մեր կյանքի մեջ։ Լուկաս ավետարանում ասում է. թող ձեր գոտիները մեջքերնիդ կապած լինին ու ճրագները վառ պահած։ Սпасելը նշանակում է լինել հոգեպես զգոն, արթուն եւ առույգ վիճակի մեջ, հավատքի մեջ խորը արմատներ գցած, հաստատ կանգնած եւ սրբակենցաղ կյանք ապրել քո ամեն օրվա մեջ, որ Տերը մեզ շնորհում է։ Հաջորդ կետին գալով մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը մեզնից ոչ միայն պատրաստություն է պահանջում, այլ նաև խոստանում է կարևոր պարգև սիրելիներ։ Երրորդ կետը քարոզի հետևյալն է ասում. հավատարմության սпасում եւ երանելի ծառա։ Ո՞վ է այս երանելի ծառան։ Արթուն ծառաների երանությունը։ Ովքեր են այս երանելիները։ 37-րդ համարն ասում է. երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ որ գա։ Եվ շարունակում է ասել, թե որն է այս երանությունը, եւ ասում է. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի եւ կանցնի ծառայելու։ Այստեղ խոսվում է այն մասին, որ երանելի ծառաները նրանք են, ովքեր հավատարմորեն ամեն պահ, ոչ թե երբեմն, ամեն պահ սпасում են Քրիստոսի վերադարձին։
Այստեղ Հիսուսը ասում է մի բան, որը իսկապես ցնցում է բոլորի։ Եվ դա հետևյալն է. Տերը ինքն է իր գոտին կապում։ Եվ Տերը ինքն է անցնում ծառայելու այն մարդկանց, ովքեր որ հավատարմությամբ սпасել են իրեն։ Հավատարիմ քրիստոնյաները ստանում են ոչ միայն փրկություն, այլ միասնություն եւ ուրախություն Տեր Հիսուս Քրիստոսում նրա մեջ։ Ժամը սիրելիներ անհայտ է, թե երբ կգա Տեր Հիսուս Քրիստոսը։ 38-ից 40 համարներն ասում է, եւ եթե գիշերվա երկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք, բայց այս են իմացեք, որ եթե տանտերը իմանար, թե գողը որ ժամին կգար, թույլ չէր տա իր տուն սողոսկել, առ դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդի որդին կգա այն ժամին, երբ չես սպասում։ Քրիստոնյան ապրում է այնպես, որ ամեն օր կարող է լինել Տիրոջ հետ հանդիպման այդ հրաշալի պահը։ Մեր ամեն օրը սպասում լինի, որ ահա Տերը կգա, եւ ես պատրաստ պիտի լինեմ նրան դիմավորելու։ Սպասումը նաև զգուշացում է բոլոր նրանց, ովքեր իրենց հավատքի կյանքի մեջ անփույթ են, անտարբեր եւ քնած են։ Սա զգուշացում է բոլորին արթնանալու, վեր կենալու, ոտքի բարձրանալու, լրջությամբ առնելու հավատքի կյանքը։ Տիրոջ անսպասելի գալուստը սա կոչ է ոչ թե վախի, այլ սթափության եւ արթնության, ոչ թե խուճապի, այլ հավատարմության գործելու։ Թող մեր կյանքը լինի Տիրոջ սպասման եւ պատրաստության մեջ, մեր գոտին կապած, հավատքի ճլակը վառած եւ մեր սրտերը արթուն վիճակի մեջ լինի։ Ինչպես Տեր Հիսուսի սուրբ ծննդին շատ մարդիկ պատրաստ չէին հավատալու Տեր Հիսուսին, այնպես էլ Տեր Հիսուսի երկրորդ գալստյանը շատերը կրկին պատրաստ չեն լինելու նրան դիմավորելու համար։ Ուրեմն այնպես արեք, որ պատրաստ լինենք դիմավորելու Տեր Հիսուսին, երբ որ նա կգա իր մեծ փառքով եւ իր մեծ ողորմությամբ նաեւ։ Ամփոփելով սիրելիներ, քրիստոնյայի կյանքը գտնվում է երկու գալուստների միջև։ Մենք հետ ենք նայում մսուրին եւ առաջ ենք նայում Տիրոջ փառքով գալստյանը, եւ սпасելը նշանակում է ապրել ներկայում, այնպես որ ամեն օր կարողանաս ասել. Տեր, ես պատրաստ եմ, ես սպասում եմ քեզ, օրհնյալ թող լինի քո գալուստը։ Սիրելիներ, եւ հիմա այս պահը հրավիրելու եմ բոլորիս աղոթքի։ Եվ մինչ աղոթելը երկու կարևոր հարց եմ ուզում բարձրացնել, ինչը խոնարհվենք Աստծո առջև, խնդրում եմ, որ ուշադրությամբ լսեն։ Ուրեմն քննիր քո սիրտը, քննիր քո սրտի վիճակը, արդյոք հավատքի կյանքի եւ քո մտածողության ու սրտի որոշումների մեջ արթուն ես, թե քնած ես։ Եվ երկրորդ հարցը. թող Սուրբ Ծնունդը միշտ քեզ հիշեցնի, որ նա եկել է, եւ հարցրա ինքդ քեզ, արդյոք ես հավատում եմ նրան, եւ իմ կյանքը ինչպես հանձնել եմ նրա իշխանության, արդյոք ես հանձնել եմ իմ կյանքը նրա իշխանությանը, թե ոչ։ Եվ հաջորդ հարցը. արդյոք ես սպասում եմ Տեր Հիսուս Քրիստոսի, արդյոք իմ անձը, իմ հոգին պատրաստ են դիմավորելու նրան, երբ որ նա կգա իր մեծ փառքով։ Տերը թող օրհնի բոլորի սիրելիներ